Արա, ես վախեցի։ Քեզ մի քիչ ծանր պահի ապեր։ Ես կարամ գնամ։ Սպասի արա, ուր ես գնում։ Ջոգել ես կարած տենց հեշտ թռնես։ Ասեք, որ սա երազ է, ասեք, որ սա երազ է։ Լավ էլ երեխեք։ Եկեք սրան շուտ ճամփենք։ Արա կյանքս ինչ ճամփել ես, իսկ մեր հարցին չի կարում պատասխանի։ Սա փորը կբացենք։ Մեր աչքով սաղ կտենանք։ Ոնց փորը կբացենք։ Ասինք քեզ մի քիչ ծանր պահի։ Սպասի ապը։ Այդ դանակը քորա։ Անսրանով բացի։ Արա։ Խոսալու ես, թե փորը բացենք։ Հա, բայց ես Մցրու դե։ Արա աղբերներ, սոխը տեղնա։ Բարդ էր ասել այդ քանը։ կարամ գնամ, հա։ Հա, ջայլ ջան, ստե չես, հախար։ Ասեք, որ սա երազ է, ասեք, որ սա երազ է, ասեք, որ սա երազ է։ Սերկ, ես քո մեջ այսքան տղամարդկություն կար։ Բա եթե իմանայինք, որ միասելով այդպես փոփ ռապից տխուր արտասահմանյան անսամբլը ձայնը կկտրեր, շուտ ասեինք գնայր խոսայր։ Իմիջայլոց ես կիրառեցի մարդկանց վրա ազդելու մի նոր մեթոդաբանություն։ Դրանից հետո քեզ սկսում են մի անգամից հարգել։ Քո խոսքը արժևորվում է։ Ու քո ասածը կատարվում է։ Այդ ինչ ես գրում։ Սես քփուրը առաջի անգամ լսեցի, հաստատ պետք կգա։ Ու ինչի ձենները չկտրեցին։ Ըստ ումա մի բան կիսատ էի կարդացել այդ գրքում սյոտեկի։ Չէ, ոնց հասկանում եմ, այս հարցով ես պիտի զբաղվեմ։ Ախր ես տենց էլ գիտեի։ Ախր այսօր ռետրոգրադ Մերկուրի օրն է, ախր հորոսկոպում սա գրված է։ Գրեգ ջան, քեզ ինչ եղավ։ Գրեգ, ես քեզ 1000 անգամ բացատրել եմ, որ Մերկուրին թարթ չի պատտվում, չի կարանա լինի ռետրոգրադ։ Հա, քեզ էլ որ լսենք ոչ մի բան չի կարա լինի։ Ոչ հորոսկոպ, ոչ բախտագուշակություն, ոչ դժոխք ու դրախտ, ոչ հավերժական սեր։ Ինչ։ Ոչ մի բան։ Ավելի լավ է գնա ընկերոջդ տեր եղի։ Մերի արա, հենց ցավում ա, տեղնա քեզ դե մերի արա։ Մերի արա, հենց ցավում ա, տեղնա քեզ։ Դե մերի արա, մերի։ Գրեգ, ինչ դաժան ես։ Գուշակեմ, էլի առաքում ես ունեցել 10-րդ մասիվ։ Երեխեք հասկանում եք, ես ատում եմ այդ թաղը։ Ախր երևանցիների 90%-ը չգիտի էլ է որ տես թաղ կա։ Ինչպես նաև չգիտի, որ սուրճը ջազվեում չեն երրացնում։ Հետաքրքիր փաստ։ Իսկ դու գիտեիք, որ աղը ուժ գնացնում է սուրճի համային հատկությունները։ Ասել էիր։ Դուք ինձ լսում եք։ Ասում եմ, ես սենց հնարավոր չի։ Պետքա մի բան մտածել, որ այս հին հետամնաց անդուր քյարթուներից հեռու մնանք։ Դե հա, չգիտես ինչի հիմա քյարթուներն էր վիդիցիլի որոշել են դառնան դեվելոփեր։ Սա օֆիսը քյարթ է։ Բողոքեք ու բողոքեք։ Ու այդպես էլ չեք հասկանա, որ այս կյանքում էսպրեսոից բացի ամեն ինչ անիմաստ է։ Առաջարկում եմ սրճարան բացել։ Հա, լուրջ եմ ասում։ Մի հատ որակով սրճարան սպեշալթի սուրճի համար։ Գրողի ծոցը ջազվեները։ Գրողի ծոցը ջազվեն ու ռոբուստան։ Յախք,
Ուրեմն թույն սրճարան, specialty սուրճ, pet friendly, սեղանի խաղեր, առանց ռասիզմի, խտրականության ու բուլինգի։ Անունն էլ, Ներողություն դու սրճարան ես ուզում, թե քյարթուներից փախնելու համար տուն։ անունն էլ կարա լինի տուն։ Այդ մեր նմանների համար տանիք կլինի։ Ինչ, տանիք, տանիք, տանիք։ Չէ, դուք էլի վախենում եք քյարթուներից։ Բայց գիտես ավելի լավ, որովհետև կգնաք ու ինձ էլ հանգիստ կթողնեք։ Գնացեք իմ տնից։ Չէ, էլի, չէ, մի րոպե։ Տենց հեշտ ես խոսում, մի հատ պատուհանից դուրս կնայես, Ինչի համար։ նայ կտեսնես։ Յոխ, կելի ես հիմար չոպը։ Ես նրանից պրծում ունեմ, սրճարանում էլ որ սեղան մոտեցա ինքն էր նստած։ Մի րոպե ինչ էիր ասում։ Սրճարան բացենք։ Համաձայն եք։ Հա, Ես էլ կամ։ բա էլ ինչ ենք սպասում։ Գործի անցնենք։ Հա, բայց փող ա պետք։ Ես գնացի քնելու։ Վեր ընկի։ Սրճարան բացելու համար պետք է research անենք։ Անշարժ գույքի մասին հետաքրքրվենք, դիզայներ գտնենք, ծրագիր գրենք Սեր, բայց ես ուղղակի ասում էի, նկատի չունեի որ։ ու դիմենք crowdfunding-ի։ Վեր կաց, մեր երազանքին հասնելու համար մեզ պետք է 3-4 լիտր սուրճ։ Հելար։ Crowd, ամբող, funding, ֆինանսավորում։ Իսկ դու կարծում ես, որ սա նոր երևույթ է, ստիպված եմ քեզ հիասթափեցնել։ Դեռ 1850 թվականին ԱՄՆ-ի ազատության արձանի պատվանդանի համար կատարվել է հասարակության կողմից ֆինանսավորում։ Իսկ հետո 1950-ականներին անգլիացիները զանգվածաբար գումար էին հավաքում, որ իրենց սիրած երաժշտական խմբերը ձայնագրվեն։ Իսկ հիմա մենք ենք մտնում պատմություն։ Արա մենք ենք մտնում պատմության մեջ։ Ու թող բոլորը գումար հավաքեն, որ մենք բացենք մեր սրճարանը։ Գրեգ, ինչ ես անում։ Ես, դե բարի լույս։ Մի րոպե։ Դու էլի։ Ապե տարոն ասում ա, որ մեր գործերը սաղ իրականացվելու ա։ Հա, ու այս մորքուրը նշանակում է ֆինանսավորում։ Ինքը մորքուրը չի, ինքը կայսրուհին ա։ Ավելի շատ մեր գյուղի վարսիկ տոտային ա նման։ Հա, ամեն ինչ լավ է։ Հա, Երևանում շոկ է։ Կենթանիներ իրանց հովին են տվել։ Հա, լավ մամա, ես կզանգեմ քեզ։ Լավ։ Ու ինչի քնած չեք։ Շուտով մենք կբացենք մեր Գրեգ։ Արիստելը։ Արա սկսվեց։ Արա կպնում ա, դառնում ա, լինում ա, արա ասում էի, չէ որ։ Այո, արա տարոնել էր ասում։ Վարսիկ տոտայից հալալը։ Այո։ Օլե։ Մեկը բացատրեք ինչա կատարվում։ Crowdfunding-ը սկսվել է, Kickstarter-ում առաջի դոնատը ստացանք, արա կես ժամ հետո առաջի դոնատը ստացանք, պատկերացնում եք, Օլե։ Կներեք խոսքը 75 սենտի մասին էր։ Դե Էս սկիզբն ա։ Քնենք զարթենք կեսը հավաքված կնենք, քելեք, ես նշել ա պետ։ Երեք երազող մի խենք երազան Սրճարան բացել թելակել ճաշան Գրեգ, Էնի, զարթնենք, թե չեք ուշանանք գործից, իսկ ուշանալու դեպքում կտուգանվենք, իսկ եթե տուգանվենք կենտրոն ես հավը բնից էլ կզրկվենք, զարթնենք։ Դու ընտանիք Լավ էլի յախք, ոնց եմ զզվում,
Առաջին պատվերը ու էլի 10-րդ մասի։ Հիմա մի հատ ֆիլտր կոֆե կխմի իմ աղբերը ու սաղ տեղը կընկնի։ Խզարի թոյտա, գժվեմ գ։ Ֆիլտր կոֆեն, կոֆեների աշխարհի վինիլի մյուզիկն է, ձայնը պարզ, մաքուր։ Եթե այդ հիմար կոֆեն երկա, ուրեմն հաստատ քյարթու ուզողներիցս մեկն է երկում։ Ամեն գիշերը մինչ լուսաբացը ձեր փողոցում կանգնած Սպասում եմ թե երբ պիտի դու ձեր տնից դուրս գաս Խոսքեր ունեմ քեզ ասելու Սիրո արջը քեզ եմ տալու Ախուրես դու Միթե չես գալու Իսկ ընդհանրապես մարսողության համար շատ լավ է, թթվայնությունը քիչ է, սուրճի յուղերը քիչ են, այսօր ընտիր կմարսեք։ Երբ է ձեր տանտեր հանգանակության գումարը վերջապես հավաքվելու, որ կարողանանք սրճարանը բացել ու ես վերջապես խմեմ եմ նորմալ էսպրեսո։ Տեսել եք էսպրեսոյի գները։ Բենզինի գներին տվել են անցել։ Լավ, ես գնամ։ Գնամ քյարթու հաճախորդներից դառը սև սուրճ մատուցելու։ Չաո։ Ես էլ գնամ 10-րդ մասիվ։ Հույս ունենամ այս անգամ էլ սաղ կմնամ։ Շտեղեք։ Սերկ։ Մենք հաստատ մեռած չենք, չէ։ Ախր այսքան տարի անցավ, բայց մեր կյանքում ոչ մի բան չի փոխվել։ Դե գիտես կան տեսություններ, ըստ որին ու իբր թե մարդկային կյանքը դա սիմուլյացիա է։ Բայց անձամբ ես հակված Քանի հատ ես բերե։ 4 հատ։ Ո՞նց թե արա։ Գժվել ես կարող է։ Կյանքս դեմ մի վրա դուր, չես տեսնում վիճակը։ Լավ դզվի արա։ Կատը կեմ արա։ Հա 4 հատ եմ բերել, ոնց որ ասել եք։ Սոխկա մեջը։ Բայց պիցայի մեջ ինչ սող։ Արա ինչ պիցա արա։ Արա սա պիցա արա։ Արա Դե վերցու գնանք ուտենք գնամ։ Գիտես քանի եղունգ ունեմ սարքելու այսօր։ քանի կյանքս։ 10-ը։ Կյանքս ոնց իմացար։ Ոյ, բայց դու ինչ խելացի ես կյանքս։ Արա դե կյանքս մարդը 10 հատ մատ ունի, 10 հատ եղունգ։ Ինչ էլ արապեր։ Քո հետ եմ արա։ Արա դու գիտես ինչ։ Քեզ պետքա դու էլ նայ սոխերը։ Վայ, ոյ, սես բոն, ոյ ես։ Արա ինչին արա։ Տենց արա Արա դու տքին արա։
Հարգելի ChatGPT, ինչպես տղամարդը իրեն պահի որպես ալֆա։ Լավագույն միջոցը դա այնպես անելն է, կարծես թե դու արդեն ալֆա ես, նույնիսկ եթե դու պարզապես չգիտես թե ինչ անել քո ձեռքերի հետ։ Ուրեմն սրանից հետո ոչ թե Սերոժիկ թռի կոֆե բեր, այլ Սերոժիկ, քեզ ինչ, չէ, ոչ մի Սերոժիկ, Սերգեյ ջան, քեզ ինչ կոֆե բերենք։ Ում հետ ես խոսում։ Էնի, դու ինչ գործում ես։ Գրեգը ասաց, որ լավ նորություն ունի ու ես գամ այստեղ։ Բայց մենք երկուսով պետք է խոսայինք։ Երկուսով։ Ստացվում է, որ դուք ինձանից գաղտնիքներ ունեք։ Դե գիտես, գաղտնիքներ դու ու Գրեգն էլ ունեք, ես ու դու էլ, ես ու Գրեգն էլ։ Դե այդ դեպքում տնիցը զռատ կլինեք ու ինչքան ուզում եք գաղտնիքներ ունեցեք ինձանից։ Ինչ եք նստել։ Հեծանիվ քշելու նոր սկիլ է ձեռք բերել։ Ինչ եք նստել, հելեք։ Մենք նստած ենք դու ես դեմքով գետնին հայտնվել, կարող ամեն դեպքում դու վեր կենաս։ Հələ մտի Kickstarter-ը տես ինչ ա եղել։ Ինչ ա եղել որ։ Մտի կտեսնես, ես որ այդ մի հատ էլ տեսնեմ։ $50,000։ Արավոտը նայեցի 70 Լուրջ չէ մատում։ Բայց ինձ որ լսեիր են պիցաները կվերցնեիր։ Ես թքած ունեմ։ Մենք հեսա մեր սրճարանն ենք ունենալու։ Էսի ես մեր ուտելու համար էի ասում։ Երեխեք, հասանք։ Այս շենքի հետ է, որ ասում եք $20,000 տալիս են։ Ընտիր տեղ, կենտրոն վարչական շրջան։ Ու շուտով սա դառնալու է Երևանի բոլոր հիփսթերների տեղը։ Ու նաև տուրիստների։ Ու ոչ մի ռաբիզ, ոչ մի քյարթու, նո ռաբիզ, նո քյարթու։ Ու ընդամենը $20,000։ Լուրջ? $20,000? $20,000? Ասում եմ 20,000։ Բայց մենք այդ գնով էինք պայմանավորվել։ Ուզում եք կարամ նամակագրությունը ցույց տամ։ Չէ, պետք չի։ Հա, բայց այդ մենք երբ ենք պայմանավորվել։ Այդ միջավ ռուսների գալն էր։ Հիմա այդ տարածքը արժի 100,000։ Այդ վաճառքի գինն է։ Վաճառքի։ Մի րոպե նստեք։ Այ, երեխեք ջան, նստեք։ Եթե ձեզ տարածք է պետք, ես կարամ ձեզ բրոկերի համար տամ, սանգեք պայմանավորվեք։ Լավ։ Բայց մի հատ խնդրում եմ էլի։ Մի հատ էլ կասես, ինչքանով էր ուզում այդ տարածքը։ 20,000։ Նայեք, երեխեք ջան, ձեր տված 20,000-ով կարամ առաջարկեմ մաքսիմում ճոճկանու։ Կնեք որտեղ։ Չնայած մի հատ տեղ կա, բայց դրա վրա էլ աչք կա։ Ինչ աչք։ Ես աչքուլունք ունեմ, մեզ չեն կարող աչքով տան։ Գիտականորեն ոչ մի կերպ ապացուցված չէ, որ հնարավոր է աչքով տալ։ Ձենդ կտրես։ Երկուստ էլ հանգստացեք։ Գիտես, այդ քո ուլունքը ոչ մի բան է, իրանց տված $19,000 կանխավճարի դիմաց։ Չհասկացա։ Նայեք, եթե դուք այդ 19,000-ից մի քիչ շատ տար, այդ տարածքը կարող լինի ձերը։ Այսինքն $20,000։ Բայց այդ մեր ամբողջ գումարն է։ Օհո, դե հիմա։ Համաձայն ենք։ Սպասի։ Որտեղ է այդ տարածքը։ Նեղացնում ես քուրս։ Ես քեզ քուր չեմ։ Լավ, ոնց կուզես, ախպերս։ Նայեք, այդ տարածքը գտնվում է Լոնդոնի փողոցում։ Լոնդոնի փողոցը որտեղ է։ Ասեք զարմանում եմ, գիտեք, դից պրոդվինուտի ջահելներ եք երևում, բայց քաղաքի ամենաթարմ փողոցի տեղը չգիտեք։ Մի խոսքով լավ, եկեք համաձայնվենք։ Մենք համաձայն ենք, կտանք ձեզ այդ փողը։ Բայց պետք է արագացնենք։ Նայեք, այդ տարածքի համար հիմա արուն է թափվում։ Ախպերն ուրանում է ախպորը, տղեն ուրանում է մորը, մերը ուրանում է հորը, հերը։ Դե լավ, հետ նրանից այս փողը տվեք գնանք։ Հիմա փոխանցեմ։ Դե երեխեք ջան, բարով վայելեք։ Բա ասել էի Երևանի ամենաթարմ փողոցն է։
Օրս արեմ լուրջ եմ ասում։ Ընդամենը 2 օր առաջ թաղապետարանը նիստի ժամանակ որոշեց, որ այս փողոցի անունը պիտի լինի Լոնդոն։ Միջև այդ անուն չուներ։ Չէ, բայց մեզ սենց պետք չի։ Մենք ժամանակակից սրճարան ենք բացում։ Specialty սուրճեր, մի էկո կաֆե, pet friendly։ Լավ բաներ ես ասում, գիտես, բայց փողն արդեն տվել եմ տիրոջը։ Ինքն էլ երկրից թռել է։ Չէ, սենց չի լինի։ Մենք այստեղ հաճախորդ չենք ունենա։ Երեխեք ջան, ձեզ հաճախորդ պետք չի։ Ձեզ բախտ է պետք, բախտ։ Ապեր բռնի։ Դե լավ մնացեք։ Դե հիմա ինձ կգնահատեք։ Բարի գալուս 10-րդ մասիվ։ Քանի անգամ եմ ասել այդ աղբը թափի։ Արա տելևիզոր եմ նայում։ Ոչի։ Օպրեշտուտս։ Դե հա, ես սովոր եմ։ Դե երեխեք, ամեն ինչ այդքան էլ վատ չի։ Դու քո ասածին հավատում ես։ Ես չէ, բայց հորոսկոպս հակառակն է ասում։ Հավանականությունը, որ այստեղ նորմալ մարդ կգա, մինուս անվերջությունը։ Վերջ։ Սա լրիվ բարապա։ Ինձ մի հատ կոֆե կտակ։ Հիմա գոնե նորմալ էսպրեսո կխմենք։ Դե ինչպես գիտեք, Էսպրեսոից բացի ամեն ինչ անիմաստ է։ Մեր առաջին հաճախորդները։ Նոր ռաբիզ։ Կյանքս գտա սիրածս երգը։ No alcohol. բայց No քյարդ։ Այ հորը սարևարա։ Դե ինչ, բարի գալուս տուն տանիք։ Բարև ձեզ։ բարև ձեզ։ Հա կարգին տեղայերը ինչ են խոսում։ Ստե գալիս ես, մի հատ ջուր ես ուզում։ Դու քո համար հանգիստ ժամերով լրվում ես։ Չէ՞ քուրս։ Happy birthday to you. Հասկանում եք, չէ՞ ինչ կլինի։ Հանգիստ։ Այսքան քցիբներ։ Ներող եղեք։ Մի հատ նորմալ տղա կողքդ կկանգնի։ Չէ՞ բա սրանց պես։ Դինդիդիդ Քարտու տեղեք տզբեխով նստած Բամբասկոտ աղջիկ ու մի նոր հավես սրճարան